Համացանցում հաճախ ենք տեսնում, թե ինչպես են լրատվականները տիրաժավորում շարքային քաղաքացիների ֆեյսբուքյան գրառումները, ներկայացնելով դա որպես հանրային կարծիք։ Դա սովորական մարդիկ են, ոչ քաղաքական գործիչներ են, ոչ փորձագետներ։ Բայց պարզվում է, որ իշխանամերձ Medianews.site կայքի հիմնական աղբյուրներից շատերը իրականում գոյություն չունեն։ Իսկ այս վիրտուալ ցանցի հետքերը տանում են ուղիղ դեպի կառավարություն։ Medianews.site-ը չունի մեր մասին բաժին, հայտնի չէ խմբագրակազմը, բացակայում են կոնտակտային տվյալները։ Մամուլում միշտ շրջանառվել են տեղեկություններ, որ այն կապված է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ, ում գրեթե բոլոր գրառումներն արտատպվում են կայքում։ Չնայած այս համընկնումներին Չախոյանը անգամ դատարանում է հերքել իր կապը կայքի հետ։ Civilnet Check-ին հաջողվել է գտնել փաստական ապացույց։ Big Domain Data.com հարթակի արխիվային տվյալները ցույց են տալիս, որ կայքի դոմեյնի գրանցման պահին 2018-ի հունվարին որպես գրանցող անձ նշված է եղել հենց Տարոն Չախոյանը։ Գրանցման մեջ երևում է նրա բնակության հասցեն, էլեկտրոնային փոստն ու բջջային հեռախոսահամարը։ Ընդ որում այդ հեռախոսահամարը համընկնում է այն համարի հետ, որով Civilnet Check-ը կապ է հաստատել նրա հետ։ 2020 թվականին այս տվյալները պարզապես գաղտնիացվել են համակարգում։ Իսկ Civilnet Check-ի հետ զրույցում նա ասել է, որ ցանկացած մարդ կարող է ուրիշի տվյալներով դոմեյն գրանցել։ Ավելի հետաքրքիր է գործիքակազմը, որով այս հարթակն աշխատում է։ Ընդդիմադիրներին թիրախավորող կամ ծաղրող գրառումների հեղինակները արհեստական բանականությամբ ստեղծված նկարներով օգտատերեր են։ Medianews-ում պարբերաբար հայտնվող Աննա Օհանյան, Արա Հակոբյան, Բաբկեն Ավետիսյան եւ այլ անուններով օգտատերերի նկարները գեներացված են արհեստական բանականությամբ։ Amazon-ի դեմքերի վերլուծության գործիքը հաստատում է դրանց արհեստական ծագումը եւ նմանությունը արհեստական բանականությամբ ստեղծված այլ լուսանկարներին։ Կան նաև գողացված ինքնություններ։ Medianews-ի հրապարակած հայազգի Սաշա Սիմոնյանի նկարում իրականում ամերիկացի դերասանուհի Սաշա Ալեքսանդրն է, իսկ Անժելա Արամյանի նկարը վերցված է ուկրաինական Facebook-յան էջից։ Այս օգտատերերի գրառումներն իրենց էջերում ունենում են ընդամենը մի քանի հավանում, բայց Medianews-ը չգիտես թե ինչպես հայտնաբերում է դրանք ու րոպեների ընթացքում արտատպում։ Ապա այդ նույն տեքստերը համակարգված կերպով սկսում են տարածել իշխանամերձ այլ Facebook-յան էջեր՝ Armenia News, Arm News եւ այլն։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այս օգտահաշիվներից որոշների, օրինակ Արա Հակոբյանի, Աննա Օհանյանի ընկերների ցանկում կա նաեւ Տարոն Չախոյանը։ Այսպիսով ունենք հստակ գործող շղթա, ստեղծվում են գոյություն չունեցող մարդկանց էջեր, գրվում են թիրախավորված տեքստեր, ապա այդ տեքստերը պաշտոնյայի հետ փոխկապակցված կայքի եւ հարակից Facebook-յան էջերի միջոցով լայնորեն տարածվում են։ Ստեղծվում է վիրտուալ պատրանք, որը հանրությանը ներկայացվում է որպես իրական հանրային կարծիք։